Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Արշակյան, կառավարությունը հրապարակեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը, տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ, այսպես ասած, միտումնավոր արվել է, որ այդ գործընթացը, այսպես ասած, հնարավորին է երկար ձգվի։ Այո, դուք ինչ տպավորություն եք ստացել, երբ ծանոթացել եք այդ փաստաթղթերին։ Ես համաձայն եմ, որ ամեն ինչ արվում էր ժամանակ շահելու համար, այդպես կձևակերպեի։ Ես քանի որ այն ժամանակ նաև 10 տարի եղել եմ ազգային ժողովում Գերագույն խորհրդում պատգամավոր, պատասխանատվություն եմ կրում։ Ես մասնակցել եմ այդ process-ին ու ես համարում եմ, որ մենք ժամանակ էինք շահում, մինչև որ կկարողանանք հարցը լուծել, հարցին տալ իրավական լուծում։ Ասենք Ղարաբաղյան շարժումը ընդհանրապես դա հատուկ ծրագիր էր եւ մեր շահերը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Նագորնի Ղարաբաղի հայերի շահերը համընկել էին իմպերիայի շահերի հետ։ Ռուսական իմպերիայի շահերը եւ մեր շահերը համընկել էին, այսինքն մենք օգտագործեցինք առիթը, որ ռուսական արդեն դարձած ռուսական իմպերիան այս տարածաշրջանում հենակետ էր ուզում, դաշնակից էր ուզում եւ այդ հենակետը Ղարաբաղը պետք է մենք Հայաստանի Հանրապետությունը մենք մեզ հրճակեցինք ու ռուսական իմպերիան դա ճանաչեց, հայտարարեց ռազմավարական դաշնակից, մշտաձեռական, հավիտենական, եղբայրություն, բարեկամություն, բազմաթիվ տերմիններ կապցրեցինք մենք մեր հարաբերություններին, բայց մեր նպատակը եղել է ժամանակ շահել։ Այսինքն 30 տարի, պարոն Արշակյան, 3300 տարի թող լիներ, թող ինչքան որ կարողանայինք Արցախը պահել հայկական միջավայրը հայկական լիներ, այսինքն ասենք հայապահպանության ծրագրի առումով մտածում ենք, որ թող ձգձգվի։ Բայց մեր գլխավոր դրույթը, Ղարաբաղյան շարժման գլխավոր դրույթը սովետական միության կամ ռուսական իմպերիայի ազդեցիկ լինելու հանգամանքներ տարածաշրջանում։ Այսինքն Ղարաբաղյան շարժումը դա սովետական պրոյեկտ էր, ու չասենք ԳԿՉՊ-ի, ԿԳԲ-ի պրոյեկտ էր, այսինքն դա սադրիչ աշխատանք էր, ու մենք ենթադրում ենք, որ կմնա սովետական միությունը Ղարաբաղյան շարժումը սկսվել է սովետական միության ժամանակ, սովետական միությունը կմնա, սովետական միությունում Ադրբեջանի ազդեցությունից Արցախը կտեղափոխվի սովետական Հայաստանի ազդեցության տարածք։ Այդ միացումը, դուք գիտեք, որ սովետական միության օրոք 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, մի քանի օր առաջ, դեկտեմբերի 1-ին սովետական Հայաստանի իշխանությունները կազմակերպեցին միացումը Գերագույն սովետը, սովետական Հայաստանի Գերագույն սովետը ընդունեց Արցախը Հայաստանի կազմ։ Սովետական միությունը պարտադիր պետք է լիներ ապահովեր անվտանգությունը եւ մեր եւ Նագորնի Ղարաբաղի։ Պարոն Արշակյան, լավ, ի վերջո ինչու չեղավ այնպես, ինչպես որ դուք եք նկարագրում, որ սա լիներ, նա լիներ, մենք ժամանակ ենք ձգում այս ամեն ինչի համար։ Ինչու է ժամանակը ձգվեց եւ տեսանք թե ինչ եղավ վերջում։ Ձախողվեց։ Ես հիմա դա եմ արձանագրում, որ այդ ծրագիրը այն ժամանակի համար արդարացված էր։ Մենք 30 տարի Ղարաբաղի հետ միասին էինք, Արցախը Հայաստան էր 30 տարի ընդամենը, բայց մեզանից անկախ, մեզանից դուրս հանգամանքների պատճառով ձախողվեց այդ ծրագիրը, այսինքն Ռուսաստանը ձախողեց իր ծրագիրը, Ռուսաստանը հեռացավ այս տարածաշրջանից, ուրեմն իր հետ տարավ նաև մեր հույսերը։ Այսինքն էլի մեղավորը Ռուսաստանն է։ Մեղավոր չի Ռուսաստանը, ես նրան չեմ մեղադրում, ես ասում եմ, որ նա հեռացավ, իսկ այդ միացման այդ ձևը, որ մենք էինք կազմակերպել, այսինքն իրենք էին կազմակերպել, Ռուսաստանն էր կազմակերպել Ղարաբաղյան շարժումը։ Ես ասում եմ, մենք ուզում էինք դա։ Այնպես չի որ։ Այսինքն դա ըստ ձեզ հրահրեց Ռուսաստանը, ժամանակ սովետական միությունը հրահրեց, եւ վերջում էլ Ռուսաստանը ձախողեց։ Այո, ինքը ձախողվեց ընդհանրապես տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Նագորնի Ղարաբաղում, Սիրիայում, Աղվանստանում, Իրաքում, Ադրբեջանում ձախողվել է։
Ռուսաստանը հեռացել է այլևս այն ծավալապաշտական պետությունը չի այսօր Ռուսաստանը 4 տարի է լռվել է Ուկրաինայում 4 տարի կռվում է ուժը չի պատում Դնեպրգետը անցնելու չի կարողանում անցնել Դնեպրգետը այսինքն Ռուսաստանը ձախողվել է ինքը ու իր պրոյեկտը այդ իր պրոյեկտներ ինքն էր առանձնացրել Նագորնի Ղարաբաղը եւ Նախիջևանը Ղարսը ինքն էր հանձնել այ մենք այն ժամանակ հույս ունեինք որ 30 տարի հույս ունեինք որ Ռուսաստանում կգա մի իշխանություն որ կճանաչի իր սխալը 1920 թվականի թույլ տված սխալը որ առանձնացրել էր Հայաստանից Նագորնի Ղարաբաղը վերականգնի արդարությունը լավ տեսեք դուք ասում եք Ղարաբաղյան շարժումը հրահրել էր Ռուսաստանը բայց չի ստացվում մենք մեր առհասարակ մեր մեղքի բաժինը չունենք այս ձախողման գործում իհարկե ունենք մենք 30 տարի բանակցել ենք եւ վերջում ստացվում է որ անարդյունք մենք այստեղ որ ասում ենք մենք Ռուսաստանի որպես ծայրագավառ մանավանդ կադրերը նրանք ովքեր որ բանակցում էին դրանք հենց Ռուսաստանի դրածո չասեմ դրածոներն էին այսինքն նրանք ընդհանրապես եթե ուզում եք լուրջ մոտենանք Ալիևի կադրերը պարտկոմները բերվեցին Հայաստան այսինքն Ռուսաստանի ծրագրի մեջ նաև դա կա Հայաստանը Ալիևի կադրերը բերվեցին Հայաստան Պարմաշակյան Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Ալիևի մոտ անցել էին բոլոր ֆիլտրերը Հեյդար Ալիևի հայր Ալիևի Ադրբեջանի իշխանությունները իրենց նոմենկլատուրան ձևավորում էին հատուկ ֆիլտրերի միջոցով հատուկ զտիչով պետք է անցներ մարդը դա ակնհայտորեն չպետք է հայասեր լիներ հայկական նկարագիր ունենար այ իրենց լեզվով ասենք ինտերնացիոնալիստ լիներ ապազգային լիներ այդ կադրերին այս սովետական միության ես ինչ եմ ասում սովետական ծրագիր էր դա Սովետները Հայաստանը ուզեցին դարձնել էլ ավելի գավառական, ծայրագավառ, դրա համար գավառականացրեցին։ Իմիջիալից այսօրվա հավակնորդները իշխանության, որ ասում են ընդդիմություն ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս, նրանք նույնպես ծայրագավառական ծրագրեր ունեն։ Ոչ միայն այդ ծայրագավառ է, գավառ չէ, ծայրագավառ, ծայրահեղ, տեսեք ինչ անուններ ունեն իրենց կուսակցությունները, մեր ձևով։ Դա մնում է ընդամենը աբորիգենի մեր ձևով, ապրելու երկիր, սոցիալ-դեմոկրատական չէ, պահպանողական չէ, ազատական չէ, կուսակցություն ասում է մենք մեր ձևով, այսինքն փափախներով, տրեխով, այդ գավառականացում մեզ փաթաթվեց 1999 թվականին հոկտեմբերի այդ ողբերգությունը դա շատ ծանր բան էր մեր համար մեր անկախ դրանից մենք ինչ վերաբերմունք ունենք այդ իշխանությանը բայց մտնելու գնդակահարել Հայաստանի գործող իշխանությանը գնդակահարեցին ու բերեցին դրանց դրեցին մեր երկրին ղեկավար այ իհարկե մեր մեղքներ մենք չպետք է հանդուրժեինք դա այ եթե մենք չհանդուրժեինք մերժեինք այդ ծայրագավառական Ադրբեջանի մշակույթը կոռուպցիան տեսնում եք ինչ դատավարություններ են գնում փչացրել են ամեն ինչ ծայրագավառական Ադրբեջանի մշակույթ ասելով ինչ նկատի ունեք հենց թեկուզ կոռուպցիան մշակույթի դուք այստեղ ասում եք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանը Հեյդար Ալիևի կադրերն են հա բա ինչ էին պարտկոմներն էին դա դժվար էր այնտեղ պարտկոմ դառնալը դա կուսակցական Երբես հարցազրույցից հետո նրանց թիմակիցները դժգոհություն հայտնեն կամ այսպես ասած Facebook-ում ստատուսներ գրեն ձեր դեմ, հետո ասեն, գիտեք, մենք կդիմենք դատարան, որովհետև Ազատ Արշակյանը այսպիսի արտահայտություններ է արել։ Այսինքն նրանք փոխելու են կենսագրությունը Ռոբերտ Քոչարյանի պարտկոմը չի եղել, Ռոբերտ Քոչարյանը Ալիևի Սերժ Սարգսյանը կոմսոմոլը չի եղել Ալիևի Դե ես նկատի ունեմ այն որ երբ որ դուք խոսեցիք հեծի հետ կապված հիշում եք Սամվել Կարապետյանի հետ կապված մենք տեսանք որ հետո եղավ հայտարարություն որ Ազատ Արշակյանը բացհարթակի եթերում այսպիսի հայտարարություններ է արել պետք է լինի դատական գործընթաց դրա համար եմ ասում սկսվել է ես ձեզ զեկուցեմ հիմա նորից անդրադառնում եք մեր խոսքի ազատությունից եւ նույնիսկ եթե այդ խոսքի ազատությունը
սահմանափակված լիներ, ես իմ կենսագրությունը այդպեսին, երբ չէր կարելի, ես ասում եի կեցի անկախ Հայաստանը, գուլագը ինձ համար էր, ես հիմա էլ պատրաստ եմ, եթե պետք է, իմ հայրենիքին պետք է, ես դա կհայտարարեմ, հիմա ասում եմ, Սամվել Կարապետյանի հետ մեր դատավարությունը 3 մասից էր բաղկացած, առաջին մասը Արշակյան Ազատին զրկել խոսքի ազատությունից, Արշակյան Ազատին զրկել ունեցվածքից, երրորդը Արշակյան Ազատից 6000 ամսվա թոշակը բլոկել, տանել։ Հիմա այն երկուսը խոսքի ազատությունը դուք ինձ հրավիրել եք, որովհետև դատարանը արդեն վարույթ չի ընդունել։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետություն դատարանը պաշտպանեց խոսքի ազատություն, Արշակյան Ազատը ձեր հրավերով կամ ուրիշների հրավերով կարող է ասել ինչ որ իր մտքով անցնում է օրենքի սահմաններում։ Դա ես շահել եմ։ 3 բաժնից 2-ը ես արդեն շահել եմ։ Ունեցվածքս կալանքի տակ չի, խոսքի ազատությունը սահմանափակված չի։ Մնում է 6000 ամսվա թոշակս, որ տամ Սամվելին պերեդաչի տանի իրեն բանդ։ Ես ասում եմ, որ մենք այստեղ խոսելուց կրկնել ենք դասականներին, Մարքսը, Էնգելսը, այն ինչ որ եւ տերմինների հումանիշներ եմ ես կրկնել, հումանիշներ են եղել։ Հիմա ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Ալիևի նոմենկլատուրայի կարևոր մասերից մեկը։ Ինքը դա հայտարարում է, բայց առանց հայտարարության։ Պարտկոմ լինելը հարկավոր է, պարտկոմ լինելու համար պետք է ցենզա անցնես, զտիչ անցնես, կոմսոմոլ լինելու ղեկավարների մասն է խոսքը, պետք է անցնես նրանց կենսագրությունը, նրանց վարքը, նրանց բերած մշակույթ, այն նայեք, ոչ միայն իրենք դա արեցին, այլ դա տարածեցին շատ մեր մոտ բյուրոկրատներ, պաշտոնյաներ, վարակվեցին այդ մշակույթով։ Որ մշակույթով, կոռուպցիայի։ Իսկ Ղարաբաղյան հարցը դա ուղղակի եղել է գործարք, նրանք դա բիզնես է եղել։ Ղարաբաղի միացման հարցը, եթե մեր համար դա եղել էր հայրենիքի փրկություն, մենք դրան էին գնում, այդքան զոհ տվեցինք, նրանց համար դա եղել է հարմար բիզնես, ում համար եւ ովքեր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար եւ նրանց ազգականների եւ այդ բիզնեսը ում հետ են, այսինքն այդ գործարքում հետ է եղել Հայաստանի Հանրապետության հաշվին եւ ուրիշների հաշվին, այսինքն դա հարմար շահառուները ովքեր են եղել Քոչարյանը, Սարգսյանը, բա եւ իրենք իրենց յուրայիններով ովքեր որ հիմա այդ հակակոռուպցիոն բանի ցանկով գնում են, ես դրանց ազգանունները չգիտեմ, այդ թվում ցավալիորեն նաեւ նրանք ովքեր որ եթե լավ պայմաններ լինեին, աշխատանքային պայմաններ լինեին, թափանցիկություն լիներ, հաշվետվություն լիներ եւ հատուկ մշակույթ, օրինակ հիմա որը որ մենք ընտրել ենք, դու գիտեք, 3 առաջ օրը մենք ստորագրեցինք Եվրոմիության հետ ստրատեգիական, այ ռազմավարական դաշինք, ասեմ, հա, տեսեք այնտեղ 80 էջ, ավելի քան 80 էջի վրա գրված է, թե մենք ինչ պետք է անենք եւ ինչ չանենք, այ ինչ որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոքարել ենք, այդ բոլորը այնտեղ հայտարարվել է տոքսիկ, թունավոր, չի կարելի։ Այդ տեսեք մենք ուզում եմ ասել ընտրելու հնարավորություն ունենք։ Հիմա մեր մոտ, եթե այդ համագործակցությունը Եվրոպայի հետ, որը ստորագրեց, ես իդեպ ասում եմ, որ հարկավոր է Արարատ Միրզոյանին, հենց որ գա օդանավակայան, հարկավոր է տրիումֆ, այ հաղթակամարով դիմավորել, որովհետեւ դա եւ ռազմական աջակցություն է մեզ խոստանում Եվրոպան, եւ տնտեսական, եւ բարոյական, եւ տեխնոլոգիաների ազատ տեղաշարժի իրավունք։ Այդ Արարատ Միրզոյանը որպես խորհրդանշան, կարող ենք եւ մենք լինել, կարող ենք մենք լինել դա։ Պարոն Արշակյան, տեսեք, անդրադառնանք նորից բանակցային գործընթացին Ղարաբաղի, որը տարիներ շարունակ տեղի է ունեցել, եւ ըստ կառավարության հրապարակած փաստաթղթերի բանակցային գործընթացում ստացվում է այնպես, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանից դուրս չի եղել։ Ես ասում եմ, որ Մինսկի խումբ կոչվածը գլխավոր դերակատար եղել է Ռուսաստանի Ֆեդերացիան, որտեղ Ռուսաստանի Ֆեդերացիան ի տարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի խլել է Հայաստանի Հանրապետությունից 1920 թվականին, խլել է Հայաստանից Նագորնի Ղարաբաղը, տվել է Ադրբեջանին, Ֆրանսիան եւ Ամերիկան ճանաչել են Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը, Ղարսը, Արդահանը, Վանը, ճանաչել են Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Մինսկի խումբը բաղկացած էր երկու մասից,
Անտանտան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, որոնք ճանաչում են, առ այսօր չի վերացել այդ որոշումը Անտանտայի, որ Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը, Ղարսը եւ այլն, դրանք բոլորը Հայաստան են, իսկ Ռուսաստանը ինքը Թուրքիայի հետ առանձին սեպարատ փոկեցին Հայաստանի Հանրապետությունից, լիկվիդացրեցին հայկական պետությունը, հանձնեցին այդ կտորները մեր երկրի, հանձնեցին Ադրբեջանին։ Մեր այդ ամբողջ ընթացքում մենք, ես չեմ ասում Ալիևի կադրերը, մենք մտածում ենք, որ Ռուսաստանը մի օր չեղյալ կհամարի իր որոշումը Նագորնի Ղարաբաղը Հայաստանից անջատելու որոշումը չեղյալ կհամարի, այսինքն բանակցություններում Հայաստանը, զինված ուժերը, հարկային ծառայությունը, հասարակական կազմակերպությունները, ովքեր որ հավատարիմ էին հայկականությանը, հայկական պետությանը, հավատում ենք, որ Ռուսաստանը մի օր կասի ոչ իմ սխալ որոշմանը։ Ուրեմն դա տեղի չունեցավ, այսինքն ապարդյուն անցավ, Ռուսաստանը իր սխալը չճանաչեց, ընդհակառակը ինքը ակնհայտորեն ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի անցավ Ադրբեջանի կողմը, ինքը հայտարարեց 1921 թվականի մարտի 16-ին, որ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ եւ բոլորովին վերջերս, այսինքն 20 թվականին, 21, 22, 23, 24, 25 թվականին այսօր Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը ճիշտ է արել, որ Հայաստանից խլել է Ադրբեջանը եւ հանձնել է Ղարաբաղը խլել, հանձնել է Ադրբեջանին։ Դա Ռուսաստանը հայտարարում է, այդ Մինսկի խումբը, որ հիմա ծրվեց։ Այն ժամանակ պետք է, ես կարծում եմ, որ ինչ հայտարարության մասին է խոսքը, որ ասում եք Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը ճիշտ է արել, որ խլեց Ղարաբաղը եւ տվեց Ադրբեջանին։ Չի ճանաչում իր սխալը, ինքն է դա արել, զորքերը մցրել, Զանգեզուրկինոն գնացեք ձեռի հետ նայեք։ Լավ է չի, բայց նայեք։ Այնտեղ Կարամ Խաչատրյանը, Համոբեկ Նազարյանը, Հրաչյան Հերսիսյան, տեսեք ովքեր են։ Կարելի է նայել, տգեղ պրոպագանդիստական բան է, հենց դրա մասն է, թե ոնց խլեցին, զորքերը մտան գրավեցին Զանգեզուրը, Սյունիքը չէ, Զանգեզուրն էին տալիս Ադրբեջանին, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Անտանտան թույլ չտվեցին, ասեցին այստեղ պետք է մնա հայկական օջախը, հայկական պետությունը, թեկուզ ռեզերվացիայի տեսքով պետք է մնա։ Ուրեմն Ռուսաստանը քանի դեռ չի հայտարարել, որ ինքը պայքարելու է, որպեսզի Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը, Ղարսը վերադառնան Հայաստան, ուրեմն ինքը չի ճանաչում իր սխալը։ Եվ այսպեսի մի հարց էր, պարոն Արշակյան, եկեղեցու ներսում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնանք հայ եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների հայտարարությունը այսօր տարածվեց։ Մենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքոստորագրյալ արքեպիսկոպոսներս եւ եպիսկոպոսներս որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոսին, բայց նաեւ հիշենք, որ օրեր առաջ նրանցից մի քանիսը ոչ իհարկե այսօր ստորագրածներից մեկ այլ խումբ հանդիպել էր հանրապետության վարչապետի հետ եւ այնտեղ էլ հայտարարեցին, որ պետք է մերժել մեղքը, ամենայն հայոց կաթողիկոսին սրբապղծության հովանավոր անվանեցին, քանի որ համարում են, որ նա կոծկում է Մայրաթորի դիվանապետի սրբապիղծ արարքը, խոսքը Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասին է։ Ես ինտիմ տեսանյութի մասին չեմ ուզում խոսել, դա առանձին իրենք ներքին խնդիրները թողլուծեն, բայց ինձ համար կարևոր է, որ եպիսկոպոսներից երկուսը մտել են քաղաքական հարթակ, քաղաքականությունով են զբաղվում ակտիվորեն, երկուսը ակտիվորեն զբաղվում են քաղաքականությունով, այդ Աջապահյանը եւ Գալստանյանը, նրանց նկատմամբ նույնիսկ կա դատավճիռ, քաղաքացիական պատերազմ են հրահրել եւ նրանք դեմ են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Լավ, ինչպես եք կարծում, ինչ լուծում եք տեսնում այս առումով։ Ես ասեմ լուծումի մասին են գնում, ուրեմն երկու հոգի շարժում են սկսել քաղաքացիական պատերազմի հրահրումով, կոչ անելով եւ նրանք հայտարարել են իրենց համախոհ կուսակցություններով հասարակական կազմակ, որ իրենք դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը, ուզում են միանալ այն շարժմանը, դեմ են եվրոինտեգրմանը, ուրեմն
Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպության ղեկավարը ամենայն հայոց կաթողիկոսը Տեր նորին Սուրբ Օծությունը հայտարարեց, որ ինքը նույնպես դրանց կողմից է։ Այսինքն ինքն էլ է համաձայն քաղաքացիական պատերազմին, թող երկրորդ դատը սկսեն ձեր հաղորդումից հետո, փաստորեն, եթե զինվորական զորամասերին, զորքերին կոչ են անում մտնել եւ իշխանափոխություն կազմակերպել, ու եթե հայոց եկեղեցու ղեկավարները ասում են այդ եպիսկոպոսները, որ ստորագրել են, ասում են, որ մենք նույնպես միանում ենք այդ շարժմանը։ Դե ասում են անվերապահ աջակցությունն ենք ամենայն հայոց կաթողիկոսին եւ եթե վերապահումով լիներ, ուրիշ է։ Անվերապահ աջակցություն են ցույց տալիս քաղաքացիական պատերազմին, եղբայրասպանությանը, ուրեմն մեր երկրում գոյություն ունի արդարադատության նախարարություն, որը որ լիցենզիա է տվել կրոնական կազմակերպությանը։ Արդարադատության նախարարությունը պետք է կարդա լիցենզիայի մեջ գրված է քաղաքացիական պատերազմ, բարիկադներ, ուրեմն այդ բոլոր հոգևորականների մուտքը Հայաստան պետք է արգելվի, եթե նրանք արտասահմանում են ապրում։ Իսկ եթե այստեղ են, նրանք պետք է զրկվեն Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունում ծառայելու իրավունքից։ Հայաստանում չի կարող քաղաքացիական պատերազմը հրահրող կազմակերպությունը ճանաչված լինի պետության կողմից։ Այսինքն կարծում եք եկեղեցին է հրահրում, եկեղեցու հոգևոր։ Դե իրենք Աջապահյանը ես եմ, իմ ազգանունը Արշակյան է, 1000 տարի է։ Ես չեմ դա կոչարել։ Ես ասում եմ, չի կարելի Հայաստանում քաղաքացիական պատերազմ հայտարարել, չի կարելի ժողովրդավարական իշխանությունը տապալել, ով որ կոչ է անում ժողովրդավարական իշխանությունը տապալել, ժողովրդի կողմից ընտրված ազգային ժողովը ցրել, կաթողիկոսը ամենայն հայոց Տեր նորին Սուրբ Օծություն կոչ է արել ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը լուծարել։ Ես ասում եմ, որ արդարադատության նախարարը պետք է նայի տեսնի գրված է կանոնադրության մեջ, որ կաթողիկոսը իրավունք ունի հակաժողովրդական հայտարարություններ անելու եւ քաղաքացիական պատերազմ։ Դուք կարծում եք, որ կաթողիկոսը եւ առհասարակ այնտեղ կան հոգեվորականներ, որոնք քաղաքացիական պատերազմ են հրահրում։ Իրենք հրահրել են, հայտարարել են, բանտում են, ու դրանց աջակցելը անվերապահորեն։ Դրանց բոլորին հարկավոր է արգելել մուտքը Հայաստան, լիցենզիան հետ կանչել։ Հայաստանի Հանրապետությունում պետք է գրանցվեն այն կրոնական կազմակերպությունները, որոնք սպասարկում են հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների, նաեւ այլազգի շահերը, եւ դրանք պետությանը դեմ չպետք է լինեն, ժողովրդավարությանը դեմ չպետք է լինեն, մարդու իրավունքներին դեմ չպետք է լինեն։ Այդ անվերապահորեն աջակցողները դեմ են ժողովրդավարությանը, դեմ են հաշտությանը, սիրուն խաղաղությանը եւ հայկական պետականությանը։ Ես ասում եմ, թող փակեն արդարադատության նախարարը, թող չասի չենք իմացել, թող մեր հաղորդումը տանեն, ասեն, որ մեկը ասում է, որ փակեք այդ կրոնական կազմակերպությունը, որը քաղաքացիական պատերազմ է հրահրում Հայաստան։ Կրոնական կազմակերպությունը Հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցին։ Ուրեմն դա հարկավոր է լիցենզիայից հետ կանչել, եթե նա դուք առաջարկում եք եկեղեցուն լիցենզիայից զրկել, այդ տերտերներին գործից հանել։ Զրկել չի նշանակում մենք ենք եկեղեցին, հայ ժողովուրդն է եկեղեցին, տերտերները ծառայում են ուրիշ երկրի շահերին, դա էլ է հայտնի։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։